հոգևոր, երբ գնաք սնվելու, այնտեղ տեսնելու եք մասուրներ, սարքարված տարածքով մեկ, մեր անունը մասուր է, զբույսի անունով է, որովհետև մեր կարծիքով հայ ժողովուրդը շատ նման էր մասուրի։ Դուք մասուրի թեյ խմած կաք։ Գիտեք, չէ՞։ Մասուրից կարելի է աղբյուր պատրաստել ժամանակին, այսօր հայերը մոռացել են այդ կերակրատեսակը պատրաստելուց։ Մենք էլ կտեսնենք մի դարի գլխին, մի սարի գլխին, մասուր է աճել, առանց հատուկ խնամքի, առանց հատուկ ջրվելու, բայց կարողացել են ելքեր գտնել, ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը։ Մենք որերորդ դարում ենք ապրում երեխաներ։ 21-րդ դարում երեխաներ թիվը չի հարցնում։ Հա 25 թիվը չեմ ասում, այս դարն եմ ասում 21-րդ դարում։ Դա նշանակում է քրիստոնեությունից ավ Քրիստոսի ծնունդից մինչև այս կողմ առնվազն քանի տարի ենք ապրում։ 2100 տարի, չէ՞, 21 դարը դա է։ Դարն է 100 տարին։ Բայց մենք այս աշխարհի երեսին կանք դեռ 2000 եւ ավելի տարիներ առաջ։ Այդ մասին վկայում են առաջին հերթին մեր գորգերն ու կարպետները, եւ դուք մտաք այստեղ, այս սրա։ Առաջին հերթին ինչ նկատեցիք։ Պատերին փակցված գորգերը, ճիշտ է, բայց չմտածեցիք ինքներդ ձեզ չհարցրեցիք։ Այս ինչու են այս գորգերը այսպես ցուցադրել։ Բանը նրանում է, որ մենք այսօր մեր գորգերի նշանակության մասին պետք է խոսենք։ Մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում, երբ տարբեր ժողովուրդներ փորձում են մեր հայկական մշակույթը յուրացնել։ Մենք էլ հեշտորեն դա թույլ ենք տալիս, որովհետև չենք ճանաչում մեր գորգերը, մեր տարազները, մեր երգերը։ Այսօր երեխաներ եւ մայրիկներ դուք փորձությունների միջով եք անցնելու։ Հարցեր եմ տալու, դուք պետք է պատասխանեք։ Այդպիսին է լինելու մեր փորձությունը։ Եկեք սկսենք այս գորգից։ Հիմա միասին փորձելու ենք վրահել, փորձելու ենք հասկանալ, թե մեզանից դարեր առաջ ապրած հայ մարդը, հայ կինը, գիտեք նաեւ տղամարդը, հայերի մեջ տղամարդիկ նույնպես գորգ եւ կարպետ գործել են իմացել, սա միայն կանացի գործ չէ։ Պետք է գրահենք, այսինչ են մեզ փոխանցել ենթագիտակցորեն, այսինչ նախշեր են, այսինչ պատկերներ են գորգերի վրա եւ պետք է միասին հասկանանք ինչու են այդ նախշերը հայ կապկան։ Հիմա մտածեք երեխաներ, առաջին հերթին դուք մայրիկներ դուք եք, փորձեք հասկանալ, թե թելերով ինչ նախշեր են այստեղ գործված։ Խնդրեմ, ձեզ մի քանի վայրկյան ժամանակ մտածեք եւ խնդրեմ պատասխաններ։ Ինչ են գործել թելերը։ Ասեք որ գորգագործությունը մեզանում հայտնի է դեռևս 4000 տարի առաջ։ Մենք իմացանք, որ 21-րդ դարը 2100 տարի էր, չէ, այդքանը վստահ գիտենք, որ ապրում ենք, բայց գորգերը հայկական մշակույթում հայտնվել են 4000 տարի առաջ, այդ մասին կան բազմաթիվ պեղումներ եւ ումեն իրենց գործման տեխնիկային։ Կարպետները երկու կողմից են կարելի է կիրառել։ Գորգերը միայն առջևից են գեղեցիկ եւ ներսի կողմը տեսեք որքան մաքուր է, թելեր չունեն։ Գիտեք արևելյան մյուս ժողովուրդների գորգերը ներսից ամբողջությամբ թելերով են, գեղեցիկ չեն։ Մերը շատ կոկիկ եւ մաքուր է։ Այս գորգի վրա մենք տեսնում ենք աստիճանական, կարպետի վրա տեսնում ենք աստիճանական շարժում, ճիշտ է, տեսնում եք տեսակ աստիճաններ են բացվում, այս աստիճանները խորհրդանշում են հայկական լեռնաշխարհը, մենք գտնվում ենք այն սրահում, որտեղ մենք ցուցադրում ենք հայ մտավորական կանանց տեղները։ Ես կարող եի ձեզ ամենևին էլ այս սրահ չուղեկցել, բայց ես ուզում եմ օգտվել առիթից, մանավանդ բոլորս կանայք եք, եւ անպայման ձեզ հետ նաեւ այս սրահում մի քանի րոպե զրուցել։ Պատերի ցուցադրված են մեր մյուս հիմնադրի Մարիամ Մուրդուսյանի աշխատանքները։ Ես եւ նա քույրեր ենք, միասին ենք հիմնել Մուրդուսյան արվեստի կենտրոնը դեռ 14 թվականին եւ պատերազմից հետո երբ բարդությունը եղավ, մենք որոշեցինք, որ պետք է ունենանք մասուր արվեստի տանը եւ փորձենք այսպես կապել մեր երեխաների, մեր բոլոր հյուրերի հետ խոսել ու մեծարեցնել մեր մշակույթը։ Ահա թե ինչու մենք այս տարածքը հիմնեցինք։ Մենք նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնությունների ֆինանսավորում գտնելու նպատակով։ Ինքը մեր կենտրոնը 14 թվականի ելույթներին ուներ սոցիալական թեկվածություն, այնտեղ անապահով ընտանիքների երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ
Գալիս էին անվճար հիմունքներով դասերի, բայց նրանց կողքին ունեին վճարունակ ընտանիքից երեխաներ։ Եվ այս ձևով մեր պատերիցներս ոչ մի երեխա մյուսի սոցիալական դրության մասին չգիտեր, իսկ մենք չէինք խրախուսում ծնողական հավաքները, ժողովները, եւ այդպես էլ երեխաները մեծանում էին իրար չիմանալով, թե ով ինչ ընտանիքից է գալիս։ Հաշմանդամություն ունեցող երեխաները մեզ մի միտք տվեցին, որի համաձայն մենք սկսեցինք Կովիդասյան երգերը թարգմանել շեստերի լեզվով։ Տարածաշրջանունի ակումբն են, իսկ ես փոքրիկ 4-ին փոխանցում եմ ղեկավարում կանանց, որը ուրեմն հենց շեստերի լեզվով երգում եւ թարգմանում է երգերը։ Տարբեր այսպես սոցիալական նախաձեռնություններ ունեինք, բայց այդ մասին կարևոր չեմ համարել այս պահին այդքան խոսել, մենակ ուզեմ իմանալ, որ երբ 14 թվականին հիմնեցինք մեր տարածքը, այդ երեխաները հաճախորդներ ընդամենը 6-ն էին, բայց հետո տարիների ընթացքում նրանք դարձան 400, 500, 600 հոգի, եւ այն երեխաները սաները, որոնք մեզ հետո սկսեցին մեր գործունեությունը, արդեն մեծացել էին 20 թվականին, ու նրանցից մեկը գնաց պատերազմ ու հետ չեկավ։ Ու սա եղավ ծանր աղտակ մեզ, որպես մենք էլ նախապես մտադիր էինք երկրից դուրս գալ, արդեն քույրս տեղափոխվել էր, որ մենք չգնանք, մենք մնանք ու այս տարածքը հիմնենք։ Այդպես եղավ Մասուրի ճակատագիրը հիմնադրման, եւ այստեղ որոշեցինք, որ պետք է նաեւ այս մտավորական կանանց մասին պատմենք, որովհետեւ այն Արևելյան Հայաստանը, որ մենք այսօր ունենք, շատ կանայք են իրենց ներուժը, ամբողջ գիտելիքները, կարողությունը դրել նաև այս տարածքում, որպես մենք այսօր իրավունք ունենանք այստեղ ապրելու։ Այստեղ է Դիանա Աբգարի-Ստենդը, գուցե ձեզանից ոմանք լսել են Դիանա Աբգարի անունը, նա առաջին գինեստանն է, ոչ միայն հայկական մշակույթում, այլև համաշխարհային մակարդակով առաջիններից մեկն է, որ սկսել զբաղվել դեսպանի ոգեբանությամբ։ Այստեղ հանդիպելու ենք հայկանուշ մարդի ստենդին, օրինակ կարևորեն եմ այս հատվածը անցնելու, որովհետև առանձին խմբեր կարծեմ հենց մենք այս իրավունքներով ունենալու եւ մենք հենց այս կանանց կեսներով ենք լինում, ոչ թե ավանդական վճարումով, խոհարարից միջև սպասավոր բոլորը այս կանանց հատուցներով են։ Մարիամ, ինչի պետք է դեմերին են կաչեք մենակ չեմ կարող։ Ամբողջ ֆինանսական խոսքը այստեղ կենտրոնացնում, որպեսզի կարողանանք մեր անապահով ընտանիքների երեխաների հետ աշխատել, նյութեր ձեռք բերել, այս ամենը ինքնանպատակ չէ։ Ուզում եմ մի փոքր բան ասել Մարիամի մասին ու գալ վերջապես Զավեթ Եսայանի։ Մարիամին սիրահարված է Երվանդ Հովհաննես Թումանյանը։ Նրանք նույն ազգանուն ունեն, բայց արևմտյան կապ չունեն։ Մարիամ Թումանյանը հայտնի իշխան Թումանովի կինն է եղել, ինչպես արդեն ասացի, լավ ընտանիք է ունեցել, բայց Հովհաննես Թումանյանը նրանով շատ է հիացել իբրև կին, իբրև կերպար, եւ այս մասին էլ իմանում ենք նրանց նամակներից, որոնք սակայն պլատոնական հանդեպից այն կողմերից չեն անցել, եւ որովհետեւ նաեւ Մարիամը չէր կարող նրան փոխադարձել, ամուսնացած էր, վերջը ամուսին ուներ, եւ երբևէ նրանց նամակներում գրված չէ, որ Մարիամ Թումանյանը փոխադարձաբար սիրել է նրան։ Երբ մահանում է Հովհաննես Թումանյանը, Հովհաննես Թումանյանի աճյունը գերեզման տանելու երկու ճանապարհ է եղել։ Ընկերները իմանալով Հովհաննես Թումանյանի սիրո մասին, որոշում են, որ աճյունը տանեն հենց Մարիամ Թումանյանի տան մոտով գերեզմանատուն հասցնեն, որովհետև Մարիամը խուսափելով բամբասանքներից հրաժարվում էր գնալ հուղարկավորության, հրաժեշտ տալու մեծ բանաստեղծին, բայց նույնիսկ այս դեպքում Մարիամը չի մոտենում պատշգամբին, լուսամուտին եւ նույնիսկ այս բանակայնում փորձում է, այո, չնայած խեղճում եւ նույնը չի ուսանում բամբասանքները։ Ամեն դեպքում այսպիսի պատմություն է, այո, դες այդ մասերը մեր օրերը մենք էլ պատմում ենք ձեզ։ Բայց ինչպես ասացի, մեզ ամենաշատը ոգևորել է այս կանացի Զաբել Եսայանն, իսկ նրանք շատ են։ Ասեմ, որ Զաբելը շատ այսպես ազդեցիկ ընտանիքի տիկին է եղել, իր կրթությունը դեռևս 17 տարեկանում եկնել է Սորբոնի համալսարանում է ստացել, ծնվել է Սկյուտարում, Արևմտյան Հայաստան, Թուրքիայի տարածք, եւ երբ ստանում է իր կրթությունը այդուհանդերձ որոշում է վերադառնալ Հայաստան, իր հայրենիք, այնտեղ որտեղ ծնվել էր, նա իր պատկերացումով այդ ժամանակ Հայաստանը, եւ իր ողջ գիտելիքը, իր հնարավորությունները նորից հայ ժողովրդին ծառայեցնելու համար։ Հետո դա ժամանակները պատկերացրեք հեռախոս չկա, ինտերնետ չկա, ոչինչ չկա, գալիս
է այս հայկական համայնքի հասնում է, որ Ադանայում ջարդեր են տեղի ունեցել։ Հայկական համայնքը հավաքում է այսպես լուրջ մտավորականների, իրենց մեջ ազդեցիկ մարդկանց, տանում է, ուղարկում է Ադանա, որպեսզի նրանք գնան եւ իրենց աչքով հավաստիանան, լսեն, տեսնեն ինչ է տեղի ունեցել այնտեղ, նրանց մեջ են ընդգրկում նաեւ Զաբել Եսայանին, Զաբելը մեկնում է, տեսնում է ինչ է կատարվել, գալիս է ու գրում է ավերակներու մեջ, այս հայտնի իր վեպը, որից հետո հայտնվում թուրքական կառավարության ուշադրության կենտրոնում։ 1915-ի ապրիլ 24-ի այդ հավաքի մասին բոլորս գիտեն, որ մեր մտավորականներին թուրքերը սկսում են հավաքել, թվում է նաև Զաբել Եսայանի դուրը, որպեսզի նրան անեն։ Եվ թուրք ժանդարմները լինում են զենքերով, իսկ Զաբելը արդեն տեսել էր Ադանայում ինչ է տեղի ունեցել, այդ օրը պատահմամբ տնայնական հագուստով էր եւ թուրք ժանդարմները չեն հասկանում, որ նա տիրուհին է, մտածում են սպասում են եւ հարցնում են ում է տիրուհին, նա այսպես արագորեն կողմնորոշվում է եւ խափում է, ասում է տիրուհին այնտեղ այգուց այգում նստած ընթերցանությամբ է զբաղվում։ Եվ այս ձևով կարողանում է խաբել ու թուրքերը նրան չեն ճանաչում, չեն բռնում, չեն կարողանում կանոնավորել ու ինքը արդեն իր թուրք մտավորական ընկերների շնորհիվ կարողանում թուրքեր դուրս գալ։ 3 ամիս է տևում նրա դեպերները։ Պատկերացրեք, մարդիկ մտել են դուր թակել են, իր սպասում հակոսով տանից փախել է, այդ ձևով է փրկվել իրավիճակից։ Հայտնվում է Բաքվում, հետո գնում է Ֆրանսիա, հետո մեր պետությունը կանչ է տալիս, ասում է սիրելի հայություն, մենք ունենք հայրենիք, ունենք Հայաստան, եկեք, ստեղծենք, արարենք, կյանքը ձևավորենք, խոսքը արդեն Արևելյան Հայաստանի մասին է։ Գալիս են Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Թամանյանը, Եղիշե Չարենցը, շատ մտավորականներ, բժիշկներ, գործիչներ տարբեր, եւ նրանց թվում նաեւ Զաբել Եսայանը։ Գալիս է Զաբելը, այստեղ սկսում է դասավանդել մեր համալսարանում, բանասիրության ֆակուլտետում եւ մի օր արդեն 1937 թվականն է եկել, հավաքում են մեր գրողներին, արվեստագետներին, գրողների միությունը եւ փորձում են համոզել, որովհետեւ եթե մտավորականությունը լրի, ժողովուրդը շատ բան է հանդուրժելու։ Եվ մի օր այդ 37 թվականի մասին է խոսքս, երբ հավաքում են մեր գործիչների, ասում են, որ գիտեք ինչ, Աքսել Բողոմյանը, Եղիշե Չարենցը, նրանք ազգի դավաճաններ են, պետք է վերացնենք նրանց։ Միակ մարդը, որ վեր է կենում եւ չի համաձայնում այս մտքի հետ, լինում է Զաբել Եսայանը։ Զաբելը ասում է, որ ոչ, սերունդները մեզ չեն ներելու, եթե մենք այսօր հրաժարվենք մեր Չարենցից, հենց Չարենցն է, որ հայերից լավագույն պոետներից մեկն է, եւ այստեղ ես խնդրել եմ բոլորս մի պահ, մի քառատող արտասանենք Չարենցյան հայտնի ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունները։ Եկեք միասին արտասանենք։ Ես իմ անուշ Հայաստանի միասին պետք է արտասանենք։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը արման ու նայլյան աղջիկների հեզաջվում պարն եմ սիրում։ Ես վստահ եմ բոլորս աղոթքի նման գիտենք այս բանաստեղծությունը։ Եվ Մարգարյանում են նրա խոսքերը, որ Չարենցը մեր լավագույն պոետն է եղել նաև։ Բայց այս բառերն էլ արդեն չեն ներելու հենց իրեն Զաբել Եսայանին։ Ստալինյան բռնապետությունը գնալու է նաև նրա ետևից։
Ես կարող եմ խոսել։ Ասա, Հայկո։ Շատ կանաչ ճանապարհով անցնես եւ առողջ լինես, մայրիկիցդ ու հայրիկիցդ անպակաս Ասա, մի հատ Ադելինան է ուզում ասի, տեսնեք ինչ է ասում, ասա Ադել։ Ես ունեմ, որ Ռոմանն միշտ դառնալ լավ երեխա եւ մեծանալ լավ տղա, իրենց մայրիկին ու հայրիկին լսի։ Ոնց որ Ադելինան ասի, չէ՞ Ադելինան։
Thank